Նուբարաշյանի բանակային 5-րդ կորպուսում տրված է հրահանգը Հաֆսար զգաստ, քայլ առաջ դեպի նոր տեխնոլոգիաները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը զինվորների համար կահավորել է նոր համակարգչային լսարանը։ Ուսումնական նյութերն ու ժամանակակից տեխնիկան արդեն ծառայում են շարքային զինծառայողներին։ Դավիթը 20 ամիս է Զորամասում է ճարտարագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողը, այդ ընթացքում առաջին անգամ է մասնագիտական գործիքի առաջ։ Ապագա ծրագրավորողին ու զինակից ընկերներին մի քանի ամիս առաջ հանձնարարեցին սենյակը կարգի բերել, այն ժամանակ չիմացան ինչի համար է։ Այսօր ուսանողական գիտելիքները պահպանելու հորդորը լսեցին հրամանատարից ու ամեն ինչ պարզ դարձավ։ Հնարավորություն տալիս նոր հանձնարարություններ ինչ որ ստացել եմ, դրանք նորից նոր հանձնարարություններ կատարելու, ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու համար։ Նախազորակոչային գիտելիքը չկորցնել, ավելին հարստացնել։ Երիտասարդական հիմնադրամի ու պաշտպանության նախարարության համատեղ ծրագրի գլխավոր նպատակն է։ Զգում ենք, որ կարիքը կա, քանի որ 2 տարվա ընթացքում մասնագետները, ասենք շարունակողները կամ ուսումնասիրողները ավելի լավ կլինի նման բաներով, ասենք աջակցել այդ զինծառայողների ժամկետային։ Նախաձեռնության հեղինակները միայն համակարգիչներով չեն սահմանափակվելու, մասնագիտական անհրաժեշտ գրականության ցանկը Զորամասի հրամանատարությունից վերցրել են, գրքերն էլ շուտով տեղ կհասնեն։ Տարեց տարի զորակոչվում են ավելի մեծ թվով ուսանողներ եւ մեր խնդիրն է պաշտպանության նախարարության հետ միասին, որպեսզի կարողանանք կրթության անընդհատությունը ապահովել։ Զորամասերում հիմնադրամի բացած 3-րդ լսարանն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հաջորդ համակարգչային լսարանի կարմիր ժապավենն արդեն կապված է Իջևանի Զորամասում։ Անի Հակոբյան, Միքայել Թումանյան, Արնյուզ։